Որպես կուսակցական Ադրբեջանի նախագահը դարձյալ հայտարարում է, որ գնդակը խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի դաշտում է, նախապայմանները պիտի կատարեն, նոր պայմանագիրը ստորագրվի։ Կառավարությունը պատրաստվում է սահմանադրությունը փոխելու այս գործընթացը արագացնել, որովհետև 27 թվականից այս կողմ, 26-ից ներողություն, կարծես հնարավորություն չկա եւ այդ մասին քննարկում չի եղել։ Ես ավելացնելու բան չունեմ, քան այն, ինչ մինչ այս հրապարակային հանրապետության վարչապետի եւ արտգործնախարարի կողմից ասվել է, այդ թվում հանրապետության վարչապետի կողմից հենց այս տարածքում, հենց այստեղ այն օրը, երբ ըստ էության հայտարարվեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ունեն համաձայնեցված փաստաթուղթ, որը Հայաստանը, ինչպես գիտեք, պատրաստ է ստորագրել ցանկացած պահի։ Պարոն Պապյան, հավանաբար քննարկեցիք նաև ընտրությունների արդյունքները, ինչ եզրահանգման եկաք։ Չենք քննարկել այսօր այդ հարցը, այսօր քննարկվել է իրական Հայաստանի հայեցակարգի հետ կապված հարցերը եւ իրական Հայաստանի հայեցակարգը ըստ էության ներառում է բազմաթիվ ասպեկտներ, այդ թվում նաեւ ժողովրդավարության, այդ թվում նաեւ բոլորի իրավունքների մասնակցության եւ ընդհանրապես այն ամեն ինչ որ մեր շրջապատում է, այդ ամեն ինչի հետ կապված իրական Հայաստանի հայեցակարգը ունի պատասխաններ եւ ունի նաեւ ամենակարևորը համարձակ հարցեր։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ կան մեր իրականության մեջ հարցեր, որոնք որ մինչեւ հիմա չենք համարձակվել դրանց մասին խոսել։ Ինչ-որ տաբուներ եւ այլն, իսկ բայց դրանք իրական Հայաստանում իրականում կան ու մեր կողքն են ու մեր շրջապատում են։ Եվ այս հայեցակարգը շատ լավ հնարավորություն է տալիս մեզ ամեն ինչի մասին հրապարակային խոսել եւ այս հարցն էինք հենց այսօր քննարկում։ Պապյան, այդուհանդերձ ընտրությունների արդյունքները համապետական ընտրություններից 1 տարի առաջ արդյոք ձեր թիմին մտահոգվելու առիթ չեն տալիս ու արդյոք կիսում եք ձեր կուսակցական գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի տեսակետը, որ թիմը այսպես առողջացման կարիք ունի։ Տեսեք, մտահոգվելու տեղիք չունենք, որովհետև մենք մեր գաղափարներից չենք շեղվել։ Իսկ մեր գաղափարները դրանք առաջին հերթին ժողովրդավարությունն է, որը ապահովել է բացարձակապես ապահովել է նախորդ ընտրություններում եւ մենք չենք պատրաստվում այլ եղանակով կամ այլ կերպ պայքարել այլ գաղափարների դեմ։ Եթե մեր ժողովուրդը կարծում է, որ պետք է այնուամենայնիվ ժողովրդավարությունը պաշտպանել, ուրեմն պետք է գնալ ընտրական տեղամաս եւ քվեարկել ժողովրդավարությանը ջատագովող ուժերի օգտին, հակառակ դեպքում այո, եղել եւ լինում են դեպքեր, երբ որ ժողովրդավարական եղանակով բռնապետական ուժեր հասնում են իշխանության եւ նրանք այլևս չեն վերադարձնում ժողովրդին իշխանությունը։ Հետևաբար ես ուզում եմ նշել, որ այստեղ շատ կարևոր հանգամանք է այն, որ ժողովրդավարությունը պետք է ինքն իրեն պաշտպանի, բայց ժողովրդավարությունը ինքն իրեն պաշտպանելու միջոցը ժողովրդավարական ընտրություններին գնալ մասնակցելն է եւ քվեարկելը ժողովրդավարությունը պահանջող ջատագովող ուժերի օգտին, որովհետեւ նորից եմ կրկնում, բազմաթիվ են աշխարհում դեպքերը, երբ որ բռնապետական ռեժիմները ժողովրդավարական եղանակով եկել են իշխանության եւ այլևս այդ իշխանությունը չեն վերադարձրել տասնամյակներով նվազագույնը չեն վերադարձրել իրական պետության իրական տերերին ժողովրդին իշխանության իրական տերերին ժողովրդի կամքը ժողովրդի քվեն եւ նաեւ դուք ընտրությունների ընթացքում ԿՊԱ-կան ամենապասիվ մարդ եք, որին ոչ տեսել ենք Փարաքարում, ոչ տեսել ենք Գյումրիում, եթե չեմ սխալվում, գործուղման էիք։ Դուք շատ սխալ եք, ես բոլոր շաբաթ եւ կիրակի օրերը
եւ աշխատանքային ժամից դուրս բոլոր ժամանակներում ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում կամ եղել եմ Փարաքարում կամ եղել եմ Գյումրիում եւ մասնակցել եմ ակտիվ քարոզարշավի, ասում եմ բոլոր առանց բացառության բոլոր շաբաթ-կիրակի օրերը եւ աշխատանքից հետո այնպես որ այդ առումով Գյումրիում եմ եղել, ես մի շաբաթ օր եղել եմ վստահաբար Փարաքարում, մեկ այլ շաբաթ օր եղել եմ Գյումրիում, մեկ կիրակի վստահաբար եղել եմ Փարաքարում, մեկ կիրակի վստահաբար եղել եմ Գյումրիում, երկրորդ շաբաթ օրն եմ եղել, այսինքն ամբողջ այս ընթացքում եղել եմ, հասկանալի է, որ ես գործադիր իշխանություն եմ ներկայացնում եւ դա օրինակ Ազգային ժողովի պատգամավորների դեպքում նրանց աշխատանքը նորմավորված չէ օրենքով եւ նրանք ավելի լայն հնարավորություններ ունեն եւ ես սահմանափակված եմ, բայց ես իմ ամբողջ ազատ 1 րոպեն անգամ ծախսել եմ, այնպես որ այդ առումով դուք սխալվում եք։ Պարոն Պապյան, իսկ Գյումրիում ովքեր են այդ բռնապետական ուժերը։ Ես այսպես չէի ուզենա կենտրոնացնել Գյումրիում ովքեր են ինչ բարքեր են տիրել տասնամյակներ շարունակ ցավոք սրտի Գյումրիում, ինչպիսի խայտառակ հոլովակներ են սոցիալական ցանցերում ի հայտ գալիս, որոնք ուղղակի զահրուրելի են եւ ես կարծում եմ, որ իշխանությունը, ժողովրդավարությունը պետք է ժողովրդավարությունը պետք է իրեն կարողանա պաշտպանել իր միակ եւ ամենահիմնական գործիքով, դա ժողովրդավարական ընտրություններով գնալ եւ ժողովրդավարությունը պաշտպանելու գործիքն է եւ այլ գործիք չի կարող ժողովրդավարությունը պարզապես կիրառել եւ այս առումով ես կարծում եմ, որ 26 թվականին մեր շատ սիրելի քաղաքացիները ոչ միայն ունեն գործանելու, ես վստահ եմ իրենք այդ գործը կանեն, այնպես ինչպես օրինակ 21 թվականին են արել եւ գնացել են ու պաշտպանել են ժողովրդավարությունը, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը ունի այսպիսի հատկանիշ։ Մեր ժողովուրդը երբ ուզի քաղաքացիական պայմանագրի ձեռքից կարող է իշխանությունը վերցնել։ Վաղն էլ կարող է վերցնել, 26 թվականին էլ կարող է վերցնել, 26-ին կարող է տալ, 27-ին վերցնել։ Իսկ ցավոք սրտի շատ շատերի ձեռքից չի կարողացել վերցնել եւ եթե այդ մարդկանց ձեռքում հայտնվի, վստահաբար չի կարողանալու վերցնել եւ ժողովուրդը դա շատ լավ հասկանում է։ Պարոն Պապյան, Վիլեն Գաբրիելյանի վարքի հարցը ներսում քննարկել եք, դուք անձամբ այդ օրը կատարվածը ինչպես կգնահատեք, նրան հեռացնելու հարց կուսակցությունից քննարկվում է թե ոչ, ու սա այսպես լրագրողներին կամ ընդհանրապես քաղաքացիներին թիրախավորելու առաջին դեպքը չէ, մի շարք նման միջադեպեր կարող ենք հիշել Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ, նաև ձեր մասնակցությամբ, երբ սկանդալային գրառում արեցիք, հաճացող շների մասին գրեցիք, հետո շատ լավ ասեմ, քարավանը գնում է, շունը հաճում։ Սա արաբական եւ պարսկական գրականության լավագույն նմուշներում բազմաթիվ անգամ հիշատակվող բան է։ Գիտեք, եւ ընդհանրապես դարձվածքների մասով դուք լրագրողներ եք եւ ինձնից լավ երևի թե ծանոթ կլինեք Աղայանի բառարանին, ինձնից շատ լավ ծանոթ կլինեք Աճարյանի բառարանին եւ այնտեղ շատ հստակ գրված է, որ դարձվածքներում հիմա ես ցածում եմ, որ ես այդպես դրա հետ կապված դաս եմ տալիս դες ինչ չպիտի անեի, բայց կներեք ստիպված եմ մեկնաբանել։ Դարձվածքներում արտահայտված առանձին բառերը պետք չէ հասկանալ հենց իրենց ուղիղ իմաստով, այլ պետք է դարձվածքը, ասացվածքը հասկանալ հենց այն իմաստով, ինչը որ դրա տակ կա, այսինքն այդ բառերի ամբողջության իմաստով։ Այդ առումով ես կարծում եմ, որ այդտեղ բացարձակապես վիրավորական ոչինչ չկա, ես բերել եմ ժողովուրդներ, որոնք մի քանի հարյուրավոր միլիոն բնակչությունից կազմված ժողովուրդների գրականության, արվեստի, մշակույթի մեջ շատ տարածված խոսք, որը նաև մշակութային տարբեր արժեքներում է կիրառվում, այնպես որ այդտեղ բացարձակապես խնդիր չկա եւ կարծում եմ մեր քաղաքացիներին պետք չի մոլորեցնել կեղծիք տրամադրելով։